Երբեք չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր պատրաստ են մի քանի կոպեկի համար իրենց անվան հետ խաղան։ Ինչի մասին եմ կոնկրետ, երբ որ դու պատվեր ես կատարում որպես հաճախորդ, ասենք մի 3, 4, 5000 դրամի ու կորում ես, չես գալի պատվերիդ հետևից։ Ու գիտեք ինչն է սպանում, գրեթե միշտ ինձ հետ դա քանի անգամ ապատահել, այդ քցող մարդիկ, երբ որ դու իրեն զանգում ես ու իրենք հեռախոսը հանկարծ սխալման վերցնում են, Պարզմա բոլորի մոտ հարազատները հիվանդանոցում են։ Օրինակ ասում ես, ձեր պատվերը արդեն մի ամիս է պատրաստ է, ուր եք, պետքա գայիք շտապել, բան, վայ գիտեք, բան այնտեղ ծանոթ ես, հարազատս, չգիտեմ, աղբերս, բարեկամս, ամուսինս եւ այլն հիվանդանոցում է, հիմա հարմար չի։ Գիտեք միշտ ինչի վրա եմ զարմացել։ Ես էլ եմ եղել հիվանդանոցում, իմ հարազատները մի քանի անգամ պարկել են հիվանդանոցում, բայց իմ մտքի ծերով չէր անցնի, որ ինչ որ մեկին պարտք մնամ, ինչ որ մեկին անհարմար դրության մեջ դնեմ, որ ամեն հիվանդանոցում կա Telcel։ Եթե դուք ուզեք վճարում կատարեք, դուք կկարողանաք։ Դրա համար այդ մանկական տատիկս հիվանդ է, չգիտեմ, թաղման են եւ այլն, բան երբ որ մեծերն են այդ օգտագործում, այդ նենց խղճուկ է նայվում, չգիտեմ, ու քանի դեպք կա, այն որ մտածել ես դե ծանոթ հաճախորդ է, դե հիմա 3000 դրամի համար կանխավճար բան, դե հիմա այսքան աշխատել ենք իրար հետ, ու Կեմր քցում են, լուրջ եմ ասում, հենց հիմա այս պատվերն եմ 3000 դրամ է եղած է, պրոստը ամոթ է, 3000 դրամ արդեն կես տարի է չկա, կես տարի, ես չեմ կարա ոչ մի ձև հասկանամ, ու եթե ասեք կարող է դեպքա պատահել, կարելի է պատասխանել, ես իրան 1000 անգամ գրել եմ, 1000 անգամ զանգել եմ, ինքը ամեն անգամ ասում է հա այսա վաղը գալիս եմ, ու այն օրը էլի գրել եմ, մարդը չի էլ պատասխանել, այն որ շանտեղ չի դնում, բայց ամենասենց տահաճ դեպքերից եղել էր մոտ 4 տարի առաջ, ես նոր էի ընդունվել, դեռ կանխավճար, բան ասենց բոլորին վստահում էի, մտածում մի հոտ մարդիկ դե երևի իրանց հարգում են, շաս, ու կին էր, մոտավորապես 50 տարեկան, որ մտածում ես նու այս տարիքում, այս ստատուսում մարդը իրան կհարգի, ոնց կարա խափի, պատվեր տվել բանարի, բավականին երկար վերեն աշխատել էի, երկար դիզայն էին կանում եւ այլն տպել է, ու ինքը հենց այն դեպքերից էր, որ ասեց, որ հարազատը հիվանդանոց անգել, հետո ասեց, որ իրան պետք է գումար ուղարկեն, որ ինքը կարողանա ինձ վճարի, հետո ինքը ուղղակի դադարեց հեռախոսը վերցնել։ Մենք գտանք իր հարազատի համար, զանգում էինք հարազատին, հետո հարազատն էլ սկսեց հեռախոսը չվերցնել, ասաց, սենա, ես ինչքան էլ գումար չունենամ, ես չեմ պատկերացնում ոնց դու կարաս, ինչ որ 10000 դրամի համար է ժամանակ 10 էր, քո անունը քցես, ու ընդհանրապես, եթե գումար չունեք, ինչով եք մտածում ինչ որ պատվեր տալուց, այն որ ես ավելի լավ է հաց չառնեմ, որ հացը առաջնային բան է, քան թե ինչ որ մեկին 10 դրամ պարտք մնամ, երբեք նման մարդկանց չեմ հասկանա, ու Աստված տա երբեք էլ չհասկանամ, որտեղ այդ ահավոր է ուղղակի։